Աննախադեպ շոկ եղանակի պատճառով Ֆրանսիայի հարավում անտառային խոշոր հրդեհներ են մոլեգնում։ Հրշեջներն առայժմ չեն կարողանում մարել դրանք, քանի որ ուժեղ քամին տարածում է կրակը։ Մոտ 3000 զբոսաշրջիկներ և տեղացիներ են տարհանվել։ Ամենախոշոր հրդեհները Օդ և Էրո շրջաններում են, 800 հրշեջ և 150 մեքենա է ներգրավված 900 հեկտար տարածքում կրակը մարելու համար։ Պիրենեի օրիենտալ շրջանում հազարավոր մարդիկ են տարհանվել։ Հարավային դեպարտամենտի հաղորդած տվյալներով հրշեջներից երկուսը թեթև վնասվածքներ են ստացել։ Հաղորդվում է, որ հրշեջները վերահսկողության տակ են վերցրել Մարսելի ծայրամասում բռնկված 2 հրդեհ։ Իրավիճակը բավականին լարված է։ Հրդեհաշիջման համար ինքնաթիռներ և ուղղաթիռներ են կիրառվում։ Մարսելի պաշտոնյաները տեղեկացրել են, որ ամառային սեզոնի սկզբից ի վեր գրեթե 7000 հրդեհ է բռնկվել, արդեն ոչնչացել է 8700 հեկտար կանաչ տարածք։ Գերմանիայում օդի ջերմաստիճանը մի շարք շրջաններում գերազանցել է 40 աստիճանը։ Շոկը վնասել է ենթակառուցվածքները, խաթարվել է գնացքների և տրամվայների երթևեկությունը, հալվել է ավտոճանապարհների ասֆալտածածկույթը, իսկ սառցարանները չեն հասցնում սառույց արտադրել։ Էրֆուրտում թանգարանների մուտքը դարձրել են անվճար։ Քաղաքի մշակույթի տնօրեն Քրիստիան Հորնը ասել է, որ այդպիսով իշխանությունները փորձում են օգնել բնակիչներին և զբոսաշրջիկներին մեղմելու ծայրահեղ շոկի հետևանքները և վայելելու մշակութային միջոցառումները։ Բացի այդ, քաղաքի կենտրոնում խմելու ջրի շատրվաններ են գործում և զով, ստվերոտ հանգստի գոտիներ։ Պորտուգալիայի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 43-ի։ Լիսաբոնում և այլ քաղաքներում կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել։ Պորտուգալիայի կառավարությունն ահազանգում է անտառային հրդեհների վտանգի սրման մասին։ Պորտուգալիայի ծովափերին բազմաթիվ զբոսաշրջիկներ կան Գերմանիայից։ Շոկ է, բայց կարծում եմ լողափում բավականին լավ է, քանի որ Գերմանիայում լողափ չկա, և այնտեղ նույնպես մոտ 40 աստիճան էր, և այնքան գեղեցիկ չէ, որքան այստեղ։ Այս օրերին ես արևապաշտպան քսուք եմ քսում և երկար չեմ մնում դրսում։ Ինձ համար լավագույնն այն է, որ առավոտյան գամ լողափ, մի քանի ժամ մնամ, ապա տուն գնամ։ Այսպիսի արևը շատ վատ է, ես շատ զգույշ եմ դրա հետ։ Լոնդոնում նույնպես մարդիկ ամեն կերպ փորձում են զովանալ, փնտրում են այգիներ, օրվա ամենատաք ժամերին դուրս չեն գալիս տներից։ Անգլիայում և Ուելսում հարյուրավոր դպրոցներ են փակվել։ Երկաթուղային օպերատորները կոչ են անում չճանապարհորդել, եթե դա խիստ անհրաժեշտ չէ։ Ազգային օդերևութաբանական կանխատեսողները կարմիր շոկի մասին նախազգուշացում են տվել կենտրոնական և հարավային Անգլիայի, ինչպես նաև Ուելսի մեծ մասի համար։ Սա երկրորդ նման նախազգուշացումն է 2022 թվականի հուլիսից հետո, երբ ջերմաստիճանն առաջին անգամ գերազանցեց 40 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի։ Մասնագետները եղանակային այս ծայրահեղ իրավիճակը կապում են կլիմայի փոփոխության հետ, նախազգուշացնելով, որ առջևում կարող են ավելի ուժեղ շոկեր լինել։ Աիդա Ավետիսյան, Ռադիոլուր։